գլխավոր 5 բառեր ասեք, որպեսզի բարեն հարսանիքներին, որոնք են։ Օրինակ մեր ընտանիքում ես հիշում եմ գովընդ են միշտ բարում վերջում բոլորով միասին հարսանիքների ժամանակ մոմերով։ Օրինակ դա նայեք, հարսի մոմերով բարի մասին եք խոսում, որը վերջում հարսանիքում բարել են, այո։ Իսկ ինչ նշանակություն ուներ հարսի մոմերով բարը, ձեր ասած։ Դա նշանակություն ունեցող բարեր են եղել։ Մերոնք իդեպ կներեք Ալաշկերտից են եկել, ապարանում են հաստատվել։ Եվ ընդհանրապես մեր ժողովրդի բոլոր հատվածները հարսանիքում որոշակի ծիսակարգեր ա եղել, որ անպայման արել են։ Օրինակ, ես հենց այդ մեր հարգարժան ընկերների հետ խոսում էի, որ անպայման հիմա ձեր հաղորդումից եւս դիմում եմ բոլոր այդ հարսանեկան կազմակերպիչներ կան, բաներ կան, որոնք որ դրանց ասածը ոնց որ այսօր օրենք է դարձել հարսանիքների անցկացման ժամանակ։ Հարգելիներս, անպայման պետք է ներմուծել հարսի մոմերով բարը վերջում։ Ինչ գեղեցիկ ծիսական արարողություն է, երբ շրջան են կազմում, քավորկինը բաժանում է մոմերը բոլոր ներկաներին։ Թող դրանք փոքրիկ շրջան լինի 15 հոգուց բաղկացած կանայք թող լինեն։ Տղամարդիկ նույնպես բռնել են։ Բայց մենք պարել ենք 100 հոգով։ Թող 1000 հոգի լինի, այո, էլ ավելի լինի։ Եվ ընդհանրապես 7 շրջան էին պտտվում, բայց հիմա դժվար է 7 շրջան, դա մի 3-4 ժամ էր տևում, բայց հիմա ես ասում եմ սիմվոլիկ նշանակությունը պահելու համար շրջանը, որպեսզի չար ուժերը չմտնեն եւ հարսն ու փեսային չվնասեն եւ պահեն նրանց եւ կանանցիությունը եւ տղամարդկությունը, այդ